Հայցի մեջ այնքան սպասի դառնա էմերջենսի։ Հարգելի գործընկերներ, եթե հարցը դառնա էմերջենսի, կգնա էմերջենսի, չի դառնա էմերջենսի, կմնա հերթում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի բանաձևը պարզ է. կդառնա էմերջենսի, կգնա, չի դառնա, թող մնա հերթում։ Պոլիկլինիկաներում ստեղծված հսկայական հերթերին քաղաքացին սպասում է ըստ նախարարի մինչև 2 շաբաթ։ Իսկ եթե այդ ընթացքում անձի ինքնազգացողությունը վատանում է, կարող է դիմել շտապօգնության։ Բուժհաստատություններում անվերջ հերթերի պատճառներից մեկն էլ այն է, որ բուժառուն կարող է գրանցվել միայն մեկ բժշկի խորհրդատվության, այլ մասնագետի մոտ ուղեգրվելու դեպքում կրկին ստիպված է սպասել ևս մի քանի շաբաթ։ Նախարարն ասում է, տեղյակ է խնդրից։ Մենք աշխատելու ենք, տեսեք, մեր թվային գործիքները ել ավելի կատարելագործենք, այդ գիտեք մեկ մասնագետից մյուս մասնագետի մոտ ուղեգրման հատվածները փորձենք ավելի հարմարավետ դարձնենք մեր պացիենտների համար։ Եթե արանքում պրոցեսներ կան, որ մեր գնահատմամբ կարիք չկա դրանց կհանենք։ Այսինքն սա աշխատանք է, որ մենք դեռ շարունակելու ենք։ Չլսված, չտեսնված աշխատավարձեր բուժհաստատություններում։ Ավանեսյանի խոսքով բժշկական ապահովագրության ներդրման արդյունքում բուժաշխատողների աշխատավարձն ավելացել է 30-ից 40%։ Ունենք մասնագետներ, ովքեր 1 միլիոն դրամից ավել աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակով։ Աշխատավարձի չափը ուղիղ կախված եւ կապված է ծանրաբեռնվածությունից։ Գործում է նվազագույն աշխատավարձի կանոնը, նրա խոսքով որոշ բուժհաստատություններում բժիշկների աշխատավարձը չեն բարձրացել բուժհաստատության կուտակած պարտքերի պատճառով։ Լինում են առանձնակի ամբուլատորիաներ, ովքեր օրինակ ունեն որոշակի ֆինանսական բարդություններ նախկինում կուտակած պարտքերից եւ պարտքերը վճարում են, որպեսզի արդեն առողջացած կարողանան բավարար հավելյալ գումարներ վճարել իրենց ուրեմն մասնագետներին։ 2027 թվականի հունվարի 1-ից առողջության ապահովագրությունից օգտվելու են նաև նոր խմբեր։ 2027 թվականի հունվարի 1-ից մեզ միանալու են նոր խմբեր։ Դրանք են քաղիրավական պայմանագրերով աշխատողները, միանալու են տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, միանալու են արդեն անկախ աշխատավարձի չափից բոլոր գրանցված աշխատողները եւ նաեւ առաջիկա բյուջետային քննարկումների ժամանակ մենք ունենք ելի մի քանի խմբեր ու մասով պետք է քննարկում իրականացնենք եւ 2028 թվականի հունվարի 1-ից ըստ էության մենք արդեն կներառենք բոլոր քաղաքացիներին, այնտեղ մենք ունենալու ենք գյուղացիական տնտեսություններում զբաղվածներին եւ ուսանողներ։ Եվ կարևոր հիշեցում, եթե անձը տարվա մեջ 183 օր Հայաստանում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել։ Մանուշակ Մելքոնյան, Էպիկենտրոն։